Հարգելի պարոն ազգային ժողովի նախագահ, հարգելի փոխնախարարներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նկատի ունենալով, որ ցեմենտը համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանք, կարևորով տեղական ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական գործունեության կայունության ապահովում է, ինչպես նաև նպատակ ունենալով պաշտպանելու տեղական ցեմենտ արտադրողներին ներմուծվող ցեմենտից եւ ապահովելով ցեմենտի ներքին շուկայում Դահլիճում լռություն պայմաններ դեռևս 21 թվականին, ինչպես գիտեք, կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովի կողմից պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքով ցեմենտի ներմուծման գործունեությունը համարվեց որպես լիցենզավորվող գործունեություն, սահմանելով լիցենզիաների տրամադրման համար պետական տուրք, այն ժամանակ 14,000 դրամ 1 տոննայի հաշվով, որը որոշակիորեն համահարթեցրեց ներմուծող եւ տեղում արտադրվող ցեմենտի վաճառքի գինը ներքին շուկայում։ Հետագայում կապված ցեմենտի տեղական շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ճշգրտում տեղի ունեցավ եւ տուրքը իջեցվեց 2,000 դրամ 1 տոննայի հաշվով։ Ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի ունենում ներմուծող ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ եւ ստեղծվել է ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի եւ ներմուծվողի միջեւ։ Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2024 թվականին արտադրվել է շուրջ 1 միլիոն տոննա ցեմենտ, ինչը կազմում է նախորդ տարվա շուրջ նույն ժամանակահատվածի 92,7%-ը։ Տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին արժեքը կազմում է 35-ից 37,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի, որի կեսից ավելին կազմում են էներգետիկ ռեսուրսները, գազը եւ էլեկտրաէներգիան։ Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ տարեկան արտադրությունը կազմում է 75-ից 85 միլիոն տոննա, իսկ արտահանումը 13-ից 15 միլիոն տոննա։ Ըստ վիճակագրական ծառայության տվյալների 23 թվականին Հայաստանը ներմուծվել 260,000 տոննա ցեմենտ, աճը 22 թվականի նկատմամբ 3,5 անգամ, ինչը կազմում է նույն թվականին Հայաստանում արտադրված ցեմենտի 22,4%-ը, իսկ 24 թվականին նույնպես աճել է ցեմենտի ներմուծումը շուրջ 65%-ով։ Ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 27,500 դրամ։ Ներկրվող ցեմենտի ցածր գինը հիմնականում պայմանավորված է ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ գազի եւ էլեկտրաէներգիայի ցածր սակագնով տվյալ երկրներում, պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին արտադրության եւ կամ տեղափոխման ծախսերի պարբերական սուբսիդավորման վերոհիշյալ հանգամանքներից ելնելով ներմուծվող ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում տեղական շուկայում։ Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում եւ կանգնել ընդհուպ մինչեւ արտադրական գործունեության դադարեցման վտանգի առաջ, ինչը կարող է հանգեցնել նաեւ ներմուծող ցեմենտի գների կտրուկ բարձրացման։ Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակության հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավել մեքենա 15 տոննա տարողությամբ կավելանան մաքսակետերում եւ ճանապարհներին։ Միևնույն ժամանակ ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերական այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված լինեն ներմուծումից, ինչն իր հերթին կնվազեցնի ռազմավարական ապրանք համարվող ցեմենտի ապահովվածությունը, հանգեցնելով տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծելով, ինչը ներկայումս հակասում է կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության սկզբունքներին։ Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկում է ճշգրտում կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գրանցվող պետական տուրքը, ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողին չտա հանգստի ռեժիմ հնարավորություն, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը, սույն նախագծով առաջարկում է պետական տուրքի մասին օրենքի 19.6 հոդվածում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանք դասակարգիչի 25-23 ծածկագրին դասվող ցեմենտի բաց թողում ներքին սպառման համար, վերամշակում մաքսային տարածքում եւ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընդհանցակարգով յուրաքանչյուր մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800 պատիկի չափով գործող 200 պատիկի փոխարեն։ Շնորհակալություն։